Բարև բոլորին։ Դուք G2X ալիքում եք։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, լայք դնեք ու կոմենտներ գրեք, որ ոչ մի կոնտենտ բաց չթողեք։ Ուրեմն, մինչև այս վլոգը սկսելը, ուզում եմ ասել, չմտածեք, որ մենք հետ ենք գնացել Ամերիկա, չէ, մենք Հայաստանում ենք, ու այս վլոգը ուղղակի վերջին, այս պայդրության վերջին Ամերիկայի վլոգն է։ Չգիտեմ ապագայում ոնց ամեն ինչ կլինի, ելի կգնան, դե չեն գնա, բայց հիմա սա Ամերիկայի վերջին վլոգն է։ Դες մաղթում եմ բարի դիտում։ Երեխեք, այս վլոգում ես պրոստը կարելի ասել պապային վերցել եմ զալոժնիկի, որովհետև ով ինձ գիտի, որ ես շատ եմ սիրում old money style-ը։ Old money-ն մի գեղեցիկ, կոկիկ ստիլնի մի ոճ է։ Աղջիկներն են old money-ի պես ակտվում եւ տղաները։ Եվ ինձ պապան մի քանի ամիս առաջ եկել է ու ասել է. «Էվա, իմ դրունենց է գալիս այս ստիլը, խնդրում եմ էլի, արի իրարդ ինչ-որ մի ինձ լուքեր ընտրեք» ու ես պապային ասում եմ «Պապ, մի հատ շատ լավ վլոգի միտք ունեմ ու համել քո դուրը շատ կգա այս միտքը»։ Պապան ասում է «Okay, արի նկարենք»։ Պապա չէ, դու գալիս ես ինձ ասում ես, որ ուզում ես old money լինես, ուզում ես որ ես օգնի։ Ես կլինի blooper։ Մեմադրի կյանքս։ Ay eyvah. Լավ, սեցե։ Պապ նստի որպես Սարգիսը։ Սարգիսը սենց է նստում։ Լավ, սենց է նստում։ Պապ ինչ կամանց։ Բարև եմ այս։ Պապա նատուրալ քեզ բանի նատուրալ։ Սովորական Սարգիսն է։ Սովորական Էվա գալիս ես խոսում են։ Բարև պապ։ Բարև բալես։ Ոնց ես։ Լաշալի դու ասա ոնց ես։ Լավ, շնորհ եղանակա։ Մենք արդեն որոշել ենք, եւ արի ոնց կանես։ Կիրակի օրա, սիրուն օրա, ինչու ոչ գնալ մոլ, որպեսզի պապեն մի հատ old money շատ լավ վլոգ նկարենք։ Հիմա ես մոտավորապես կուսումնասիրեմ խանութները, կհասկանամ որտեղից եմ առնելու։ Դեռ շատ սիրուն վեշեր կան, ու հիմա մենք կմտնենք ու կհասկանանք ինչ-որ մի բան կարող ենք ստեղից գտնել։ Մամա Նա ես ուզում եմ սենց այվարսենց տակը սպիտակ բան լինի, այսպես, արի փորձենք։ Չէ, վրայից ինչ-որ մի բան կա։ Հասկացա, բայց նո սպիտակը չես տենց, նախ հիմա պետք է սեզոնային գույներով ընտրես, ավելի կարաս տաք գույների մեջ, չգիտեմ։ Այս գույնը սիրուն է։ Քո ռազմերը ո՞րն է, պապ։ Սա ես ուզում։ Նո, հա, տնամ։ Փոքր այս է։ Այդ ես ուզում։ Հա, հանի լուք ես անելու։ Մի հատ։ Արի երկու հատ լուք գոնե, որ գոնե կարողանաս հասկանալ։ Քո կորոմ, արոնու։ Գիտեք ինչ ես իսկ լսեմ, խե մամային լսում։ Ես էլ եմ ասում, չես մամային լսում, դες նույնիսկ ես էլ չեմ խառնվում։ Արի պատտվենք, էլի տեղեր կա։ Հիմա իմ տակտիկան լիքը շորեր ընտրել, որովհետեւ պապան հագնի ու ես հանդերձարանում հասկանամ ինչ եմ իրան ընտրելու։ Ես ուզում եմ պատմել old money-ի մասին։ Ուրեմն ու շատի լսում ենք։ Այն տղամարդիկ, ովքեր ունեն old money style, նրանք Ralph Lauren-ի եւ Polo-ի շորերն են հագնում, նրանք սպիտակ շալվարներ են հագնում, նուրբ գույների մեջ են հագնվում։ Կարելի ասել retro style-ն է, որ ավելի շատ ինքը ոնց է old money-ի մի հատ ինձ ասա։ հին փողեր։ Ուրեմն այն ժամանակ հարուստ մարդիկ ինչպես են հագնվել, չէ՞։ Ահա։ Պապ, իսկ դու հասկանում ես, որ old money-ն այդ մենակ ստիլ չէ, նաև պահվածք է։ Զբաղվում են թենիսով եւ անպայման հաց ուտելուց ուտում են պատարակավով եւ դանակով, այսինքն ձեռներով չեն ուտում եւ ամենակարևոր բանը նրանք ջենտլմեն են։ Դու կարաս այդ որ մենք էս սիրուն վիդեո նկարենք, այդ աուրան ցույց տաս, որ մեր գնահատողը ինձ 10-10 որ բալ տա։ Այս old money չի, մինայի։ Ես պապայից շատ եմ սիրում, բայց իմ պապան այդքան ջենտլմեն չի ու իմ պապան մի քիչ այդ old money vibe-ը ընդհանրապես չունի։ Բայց մաքրեն ըստ եւեթ։ Ես փորձեցի անել ամեն ինչ, որ պապան դառնա գոնե 1 օրով old money։ Չէ, մամա, սեփարան հետո։ Ուրեմն դու ինձ կօգնես։ Մամա, դու ինձ կօգնես, որ ես բանան եմ պապային հետ սիրուն լուք հավաքեմ։ Okay։ Բայց ես ցույց դու օգնության կարիք չունես, որ Ну ты просто երի։ Քո ճաշակը լավն է։ Կգարս կա պապային կսազի այս ստիլը։ Շատ, ես միշտ ուզեցել եմ, որ ինքը տենց հագչում, ինքը մեկ իմ կարծիքով մի քիչ իր տարիքային սահմանը չի զգում։ Հա, թինեյջերի պես Շատ թինեյջեր է։ Որոնցրել է ահա տիպի ոնց որ ստրես է ու ես ուզում եմ որ սիրուն լուք պապայից ստանամ ու վախենում եմ եթե չստացվի։ Բայց չգիտեմ։ Կողքից մամաներ օգնում, յաներ օգնում։ Ну վատ չի, բայց ես թվում է ես ավելի լավ կարամ։ Մոտ է, բայց ես ուզում եմ շուրջ աքսեսուարներ, մի պալտո։ Ոսի մի հատ մաման գա, մի հատ զանգ մամային։ Շատ պարզ է, էլի մտածած չի։ Գիտեմ, հա։ Դա սիրուն է։ Երկրորդ լուքն է պապան փորձում։ No։
No, այս Oldman-ի չի։ Ու ասեմ պապային շատ ասազում այդ ստիլը, բայց չգիտես մի պապան սիրում է ավելի շատ հագնվել սպորտային, հուդիներ, թինեյջերական ստայլ, այդքան պապան Oldman-ին չի սիրում։ Հիմա էլ ես ցույց կտամ այն լուքերը, որ պապան իր համար է հավաքում, պապ։ Այս էլ իմ պապայի ստիլն է։ Այս է իմ պապան Oldman-ի։ Թողեք խոսեմ ընտանիք։ Դու գրեք կոմենտներում ձեզ ավելի շատ դուր է գալիս Oldman-ի, թե սենց։ Ես գույնը հետաքրքիր, հա? Երկրորդ լուկը, որ պապան հավաքել է։ Դու ես շորերը պրոստը տարբեր գույներով, տարբեր ձևերով ունես, բայց սա նույնն է։ Ես պապայի գարդերոբը ձեզ ցույց տամ։ Սա նույն շորերն են։ Ես ինչ կարամ ասեմ։ Այս է իմ պապայի ստիլը, ամեն օր ինքը սենց է։ Լավ, սուգունամ։ Հետո տենց մի քանի խանութ մտնելուց ես պապայի համար գտա այդ լուքը։ Երկրորդ խանութը Zara։ Մի անգամից պալտո չեմ ասի, որովհետև այդքան սուրճ չի, բայց պալտոն էլ է շատ Oldman-ի։ Էլիսա ու գուշակեգինչի հետ սպիտակ բանով, սառոճկայով։ Ես կհավաքեմ մի հատ casual look ու մի հատ ավելի sense բան էլի։ Պապա cringe բաներ մի օր։ Ասի կրինժա։ Okay։ Իսկ սենց որ անում եմ կրինժա։ Հայաստանում ինչն է կրինժ, լա մի հատ դու ինձ ասա։ Էսան կրինժա։ Էսի կրինժա։ Մոնա կրինժ։ Պապան սենց գլշարքների համար գժվում է, սենց որ իրան սենց հին մարդու բան է։ Չէ, այս ասի լավը չգնանայ։ Ես սազում եմ, նայեք։ Յանայի սազում եմ, բայց դե ակնոց դնես вообще։ Ինչ կոշիկ ես ուզում։ Ստոմա սենց։ Չէ, շատ կոպիտ է ինձ թվում է։ Սենց։ Հա, okay, այս կլինի մեր casual look-ը։ Եթե սա մեր դուրը գա, կընտրենք մյուս look-ը։ Casual look։ Ну, Հա, Мне нравится. Ես լրիվ Oldman-ի եմ աստեղ։ Okay, լավից ես approve եմ տալիս, ես ուզում եմ որ դու սենց նկարվես ու այս look-ն եք մեկ ներկայացնելու մեր բան։ սա գնում եմ սա։ Աբա իհարկե, մենք Zara-ում ենք ու իր մաման ինչ-որ մենք չի արել։ Կարող է ավելի լավ ընտրել, այո, կարող է, բայց սրանից էլ եմ գոհուն էի որ դժգոհում եմ։ Ու եկավ այդ օրը, պապան ինձ դպրոցից եկավ վերցրեց եւ մենք գնացինք մի շատ սիրուն պարկ Ամերիկայում, որտեղ ես պապային նկարեցի մի շատ ռետրո սիրուն վիդեո, ոնց որ գիտեք կողքից մի հատ սիրուն տղա են տեսել աղջիկները ու հերվից ինձ նկարում են, տես տիպի վիդեո են նկարել ու խնդրում եմ դիմավորեք պապային Oldman-ի look-ով, շատ casual, ամեն օրվա, այն մարդը որ ունի old style look, ամեն օր սենց կհագնվեր, ինչպես տեսնում եք, ես բերել եմ շատ մի էսթետիկ ու հայտնի դուխի Tom Ford-ի եւ գինի եւ բաժա։ Սպայուսակը Յանային տանք։ Հիմա Յանան մեր backstage օգնականն է։ Ու ինձ թվում է իդեալական ամեն ինչ ստացվեց։ Դամոս կրինժ։ Չէ։ Պրոստը չէ։ Եվ որոնք նկարում են ես։ Պապա կինո չենք նկարում։ Հա, բայց okay, վայ, այս ամեն ինչ արեցիր, բա ով է գնահատականը տալու։ Ինձ թվում է հիմա դուք բոլորը շատ կուրախանաք, որովհետև ինձ ու Յանային անընդհատ գրում են։ Մի քիչ պատմեք ձեր մեծ քրոջ մասին, խիրա մասին ընդհանրապես չեք խոսում։ Դրա համար գնահատողը Նարե Գրիգորյանն է։ Նայ, ամենակարևորը պետք է անկեղծ լինես ու ուղղակի նայ, okay, վիդեոն։ Ու ասա ինչ ես մտածում, ասա քո կարծիքով ստացվել է մոտ պապային Oldman-ի սարքել դե ոչ։ Ես ու պապան Նարեին մի քանի օր պրոստը աղաչել ենք, որ ինքը այս Gigi-Fix-ում նկարվի։ Okay։ Ուղարկեցի, նայ ու ինձ զանգի։
money չէր։ Չէ, Money էր, բայց old money չէր։ քի։ Բաներ։ Ինչու։ Չեմ կարծում, որ old money էսթետիկայի տեր մարդիկ ռյուկզակ ունեն вообще։ Ես ռյուկզակ չեմ։ Okay։ Պապան old money չէր քայլում։ Դերի մեջ չէր մտել։ Ոբշեմ, արի sense արի գնահատեմ, էլի։ Okay, դավայ։ Ինձ թվում է ես 100% 10-ից 10 եմ սանալու, ուրեմն 100% ձև չկա։ Ուղղակի այդ վիդեոն էլ ռետրո էր, նենց old money էր։ Բայց Նարան երևի տես չմտածեց։ Իրա գնահատականը 10-ից 10-ից 7։ 10-ից 7, հա լավ, կանևացի։ Պապան չի սազում old money։ Զարմացա ես, այո, որտեվ ինձ թվում էր ինքը 10-ից 10 դնելու։ Նեղվեցի, այդքան էլ չէ, որովհետև դեռ նաև կա ձեր կարծիքը։ Դրա համար հղ չմոռանաք, անպայման գրեք ձեր կարծիքով։ Իմ մոտ ստացվեց պապային old money սարքել, դե ոչ։ Old money շատ սիրուն ստիլ է։ Կարող եք դուք այս նույն էքսպերիմենտը ձեր պապաների հետ փորձեք կամ ձեր ընկերների, չգիտեմ, ու կոմենտներում գրեք ոնց ստացվեց։ Ես ձեզ շատ եմ սիրում, մերսի որ նայում եք, գրում եք, հետևում եք ու չմոռանաք բաժանորդագրվեք մեր Instagram-ին, որտեղ Instagram-ը արդեն ես եմ վարում ու ավելի ակտիվ։ Սիրում եմ ձեզ, հաջող բոլորին։ Մարդ կարա հագնվի սպորտային, բայց ինի շատ կլասիկ։ Ռոք պապա սպորտային է հագնվում, բայց ասենք ինքը պոեմներ է կարդում, բանանում, բայց խնամքը երևում է։ Առաջին հերթին, եթե նախ ուզում ես իմանաս մարդը ինչ ֆինանսական կարգավիճակ ունի, նայում ես ժամացույցի կոշիկներին։ Դրա համար ես կարծում եմ յուրաքանչյուր մարդու համար կարևոր է, որ ինքը իր սթայլով նաև նկարագրի իր բնավորությունը եւ իր ապրելակերպը։ Այո։ Օրինակ շատերը կան, հիմա քանի որ ես Instagram-ում կա, ասենց լիքը սիրուն բաներ կա, իրանց ապրելակերպին չի համապատասխանում, օրինակ աղջիկը չգիտեմ, օրինակ աշխատում է food court-ում, բայց շատ կլասիկ հագնված գնում է։ Ինձ թվում է ամենակարևորը, որ քո կապը պետք է համապատասխանի քո ապրելակերպի եւ հարմարեցնես ըստ քո կյանքի ռիթմի։ Իմ կարծիքով Օրինակ մեկ լինում է, չէ, որ սենց սիրուն տղամարդիկ սենց կոստյումներով հագնվում են, դուրս են գալիս, սենց բարի, լավ, դաստիարակված տղամարդ տպավորություն են թողնում, բայց դու կարես մի քանի ամիս այդ մարդու հետ շփվես ու հասկանաս, որ չէ, կոպիտ է, լրիվ ուրիշ ձև է, ոնց որ իրանք խաբում են իրանց տեսքով, բայց նաև լինում է լրիվ հակառակը, որ տողը վատ հագնված մարդ, հետո խոսում ես, հասկանում ես, թե ինչքան բան կա, պոտենցիալ իր մեջ կա։ Ես կարամ շատ վատ մարդ եմ, բայց այնց հագնում եմ, որ նայես, ասես վա։ Այդ դրա համար մի խառնի, դա կապ չունի, չէ, մարդու տեսակի հետ կապ չունի։ Մարդու հագու կապով դու չես կարող հասկանալ այդ մարդը լավ մարդ է, դե վաղ։ Չէ։ Բայց իմ համար շատ կարևոր է, օրինակ որ ես մեծանամ, ես ամեն ինչ անելու եմ, որ ունենամ ես ինքս իմ ստիլը, ինչ որ մի իմ հատուկ տենց բաներով ու հագնեմ նենց, ոնց որ ես լուրջ ուզում եմ, որովհետև դա ինձ հաճիկ է պատճառը, բայց ես տենց ուզում եմ։ Հիմա փոքր եմ, դրա համար չեմ անում, բայց հենց 18 առնամ,